1994 թվականին Կանադայի Չերչիլ քաղաքում ամեն ձմեռ սկսեց տեղի ունենալ մի բան, որի վերաբերյալ ոչինչ գրված չէ ոչ մի դասագրքում։ Սպիտակ արջերը, մոտ 550 կիլոգրամ քաշ ունեցող հսկայական գիշատիչները, մոլորակի ամենամեծ ցամաքային որսորդները սկսեցին մոտենալ տեղի շներին, որոնք կապված էին շղթաներով։ Շները չէին կարող փախչել, նրանք բնության բոլոր օրենքներով անօգնական էին։ Ակնհայտ էր, թե ինչով պետք է սա ավարտվեր, բայց դրա փոխարեն արջերը սկսեցին խաղալ նրանց հետ։ Նրանք միասին գլորվում էին ձյան մեջ, արջը զգուշորեն թաթով հրում էր հասկիին, հասկին նույն կերպ պատասխանում էր, եւ մի քանի ակնթարթ անց նրանք արդեն երկուսն էլ ընկած էին ձյան մեջ, ինչպես հին ընկերներ, որոնք մի ամբողջ տարի չէին տեսնվել։ Հետագայում պարզվեց, որ այդպես էլ կար։ Արջերը վերադառնում էին ամեն ձմեռ, նույն արջերը գալիս էին նույն շների մոտ։ Նրանցից մեկը տարեց տարի հատուկ վերադառնում էր մեկ կոնկրետ հասկիի մոտ։ Վայրի բնությունն ուսումնասիրող կենսաբանները գալիս էին դա դիտելու, լուսանկարիչները փաստագրում էին տեղի ունեցողը, իսկ գիտնականները տարիներ շարունակ փորձում էին բացատրել նման վարքագիծը, բայց մինչ օրս չեն եկել վարկածի, որը լիովին բոլորին բավարարում է։ Այս բոլոր տարիների ընթացքում ոչ մի արջ, ոչ մի շան վնաս չի պատճառել, բայց կա մի մանրուք, որը հատկապես տպավորում է։ Շները երբեք չէին վախենում, ոչ առաջին անգամ, ոչ էլ հետո։ Ամեն անգամ, երբ արջերը հայտնվում էին, շները ուրախությամբ թափահարում էին պոչերը, կարծես գիտեին մի բան, որը գիտնականները մինչ օրս փորձում են հասկանալ։ Ամեն օր զարգանալու համար սեղմիր բաժանորդագրվել։